Ռոլանդ Շարոյան, իշուկ գորշուկը, որ գնում էր աշխարհին տեսության։ Կար ապրում էր մի իշուկ գորշուկ, իր տիրոջ Սիմոն ծերունու հետ։ Նրանք այնքան ծեր էին, որ մի խոսքով չգիտեին, թե քանի տարեկան էին, եւ ամեն օր վիճում էին։ Սիմոն ծերունին ասում էր. Ես քեզանից մեծ եմ, մորուքս վկա։ Այսպիսի մորուք մարդիկ 1000 տարում էլ չեն ունենում, որովհետև աշխարհի իմաստությունները իմ մորուքի մեջ են թաքնված։ Պատասխանում էր գորշուկը։ Այսպիսի մեծ ու երկար ականջ, որ ես ունեմ, ուրիշները 2000 տարում էլ չեն ունենա։ Իմ լավ գորշուկ, մինչև այստեղ գալը, ես աշխարհը ոտքերով չեմ չափել։ Իսկ քո ճամփան ջրաղացի քարն է եղել ու նորից տուն։ Աշխարհի ճամփան երկար է։ Դու ինձ ասա, որն է աշխարհի ճամփան, ու ես 7 օրում կգտրեմ, կգնամ կտեսնեմ ու կգամ։ Աշխարհի ճամփան դու պիտի գտնես, Էդգարի ու Վարշակ չէ քեզ համար։ Ուզում ես իմաստուն դառնալ, իմ լավ գորշուկ, վերցրու 2 պարկարի ու շրջիր աշխարհը։ Ուրախացավ գորշուկը եւ ականջները սրեց։ Ես հիմա ազատ եմ եւ գնում եմ աշխարհը տեսնեմ։ Լսի, աշխարհում բոլորը անուն ունեն, իսկ քո անունը մի տեսակ արհամարված է։ Արի փոխենք քո անունը։ Ճիշտ ես ասում, նույնիսկ այդ անխել քավերը, որ կռվում են, մեկը մյուսին ավանակ է կոչում։ Մի օր ես չդիմացա ու խառնվեցի կռվին, հասկացնելու կարգով։ Ասացի, իժուր մի կռվեք, իհարկե ներողություն, որ ընդհատում եմ, որովհետև նա չի ավանակը, ես եմ ավանակը։ Իսկ այդ անխել չալպուտուրիկը վրա տվեց, թե դու ես ավանակ, այս սև հավիքները ավանակ։ Ես չհամբերեցի, վիրավորվեցի եւ ասացի, դու ես ավանակ, քո հայրն է ավանակ, քո պապն է ավանակ եւ քո ողջ ցեղն է ավանակ։ Եվ գլուխս կախ գնացի յուրախած։ Մի տխրիր իմ լավ գորշուկ, հիմա քեզ համար մի հարմար անուն կմտածեմ, որ ոչ ոք չծիծաղի քո վրա։ Այսօրվանից դու կդառնաս գորշուկ Մարտիրոսը։ Մարտիրոս, ուրախացավ իշուկը։ Ես Մարտիրոսն եմ, իսկ դու Սիմոն ծերունին։ Դու Սիմոն ծերունին ես, իսկ ես Մարտիրոսը։ Գորոս խորոզից էլ շուտ արթնացավ Մարտիրոսը, այսինքն նա բոլորովին էլ չէր քնել, նա պառկել էր եւ միտքը նրան խճճել էր աշխարհի ճանապարհներին։ Ուրեմն վեր կացավ, շուտ մի բուրգարի կերավ, խուրջինն առավ մեջքին եւ լուր կանգնեց տիրոջ մոտ։ Սիմոն ծերունին 2 պարկարին դատարկեց խուրջինի մեջ ու ասաց. Գնա Մարտիրոս, թող աշխարհը քեզ ճանաչի, ինչպես որ ինձ ճանաչեց, որ աշխարհը տեսնես, դու էլ կդառնաս իմ տարիքին։ Մարտիրոսի աչքերը թրջվել էին։ Քեզ Մարտիրոս, ինչու համաձայնվեցի, ինչ բանն է աշխարհը տեսնելը, ես առանց դեր ոնց պիտի ապրեմ։ Մտածում էր Մարտիրոսը եւ գլուխը կախ քայլում։ Մի պահ նա սթափվեց, գլուխը վեր բարձրացրեց ու տեսավ, որ անտառ է մտել, ուր ինքը երբեք չի եղել։ Գուցե այստեղից է սկսվում աշխարհի ճանապարհը, մտածեց նա։ Ինչ սկացարեր են, եթե ես չարտեր ունենայի, կասեր, որ սրանց շալակեի եւ ոտքերս կջարդեի։ Ու տխրությունից լաց եղավ իշուկը։ Այդուր, իշուկ։ Նա դիմաց ծծվեց գայլը։ Ես իշուկ չեմ, ես Մարտիրոսն եմ, գնում եմ աշխարհը տեսնելու։ Ահա, ասաց գայլը ու մտածեց, որ իշուկը ցնդերը։ Աշխարհի գայլը ինձպես բարի չէ, զգուշ, նրանք քո համը չտեսնեն։ Ավելացրեց գայլը։ Եվ քանի որ գայլը շտապում էր սառն անցնող հոտի ճանապարհը կտրելու, ես գնացի, ասաց գայլը եւ անհետացավ։ Իսկ Մարտիրոսը բեռից հոգնել, նա հենվեց մի ծերկախնում եւ խուրջինը իջեցրեց մեջքից։ Ով է այսպես ծանր հենվել ինձ, արթնացավ ծառը։ Մարտիրոսն եմ, գնում եմ աշխարհը տեսնելու։ Ծաղեց ծառը, որ տեսնես իմ կողմից էլ կբարևես։ Հետո նա փսփսաց իր կողքի կախնուն։ Մարտիրոսը
ծառը եւ քիչ հետո ողջ անտառը իմացավ, որ Մարտիրոսը գնում է աշխարհը տեսնելու։ Ծիծաղեց անտառը փայտահատին ասաց, փայտահատը ծիծաղեց, փայտահատը ջրին ասաց, ջուրը ծիծաղեց, ջուրը յուղին ասաց, յուղը վայ ծիծաղեց, յուղը քաղաքին ասաց, քաղաքը ծիծաղեց, քաղաքից էլ լուրը ընկավ աշխարհի բերանը եւ աշխարհը քա ծիծաղեց։ Անտառները, ջրերը, քաղաքներն ու գյուղերը գոռում գոչում էին։ Բացեք բոլոր ճանապարհները, ցույց տվեք բոլոր դռները, Մարտիրոսը գնում է աշխարհի տեսության։ Իսկ Մարտիրոսը քնած իր ականջում խճճվել է աշխարհի ճամփեքին եւ ընտրում է տունդարձի ճանապարհը։ Ահա ամեն ինչ այսպես եղավ, սկսվեց այստեղից, կար, չկար, մի շուտ կար, գուցե կար, գուցե չկար, իսկ գուցե աշխարհը չկար,